հարվածում է կաթողիկոսին, ինքը փորձում է մեր հոգևոր ժառանգությունը ապամոնտաժել, ինքը վերջի հարվածն է հասցնում մեր պետականության կազմաքանդման, այսինքն Նիկոլն ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենա։ Եթե հանկարծ Նիկոլը որոշի Ֆրանսիայի հրապարակը, Հանրապետության հրապարակը, չգիտեմ, փորձի վերածել վեհարանը նման ինչ-որ հարթակի, ես իմ երեխայի հետ իրեն կդիմավորեմ վեհարանում, Սուրբ Մայր Աթոռում եւ կոչ կանեմ մյուս մեր հավատացյալ մայրերին, քույրերին իրենց երեխաների հետ միանան այս պայքարին։ Եվ մենք թույլ չենք տալու, որ այլևս հայի այրուն թափվի Հայաստանում։ Մենք անկախ ամեն ինչից իրենք վավաշոտ կերպով ցանկանում են ամեն կերպ հայի այրուն թափել, որպեսզի հաճոյանան իրենց տերերին։ Մենք ճիշտ հակառակը, մենք դեմ ենք այրուն թափելուն, որովհետև մենք արդեն շատ այրուն ենք թափել։ Եվ այդ այրունը, մեր սուրբ թափած այրունը, իրենց նմանները ասել են, որ հանուն ոչնչի է թափվել։ Ամենաշատ կամպրոմանտը հայ ժողովուրդը ունի Նիկոլ Փաշինյանի վրա, սկսած իր ընտանիքից։ Եթե որևիցե մեկին DNT-ի անալիզի թեմա է շրջանառում, խնդրեմ առաջի հերթին ինքը նախ շատ փոքր է, եւ երկրորդ թող իր DNT-ի անալիզը հանձնի հասկանանք ինքը վերջի վերջո հայ է, որովհետեւ ես շատ կասկածում եմ, որ ինքը հայ է։ Իրենք չեն հասկացել պահի լրջությունը Արցախի պայքարի ժամանակ, իրենք չեն հասկացել պահի լրջությունը 20 թվին, նոյեմբերի 9-ին չհասկացան պահի լրջությունը, նոյեմբերի 9-ից հետո եկավ 23 թիվ սեպտեմբեր չհասկացան, էլ չեմ ասում այն շրջանում, որ մեր արցախահայությունը սովի մեջ էր, բլոկադայի տակ էր, այդ ժամանակ չհասկացան։ Միթե կարելի է նման մարդկանց մասին խոսել։ Բարև ձեզ, Իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանին, շնորհակալություն Անի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Անի, տևական ժամանակ է դուք այս ֆորմատով հարցազրույցներով հանդես չեք գալիս, շնորհակալություն, որ մեր հրավերը չմերժեցիք։ Պահը իսկապես օրհասական է եւ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, շատ կարևոր է նաեւ ձեր կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը իշխանության ողջ ոհմակով ըստ էության հարձակվել է եկեղեցու դեմ։ Ինչ կասեք առհասարակ ստեղծված իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունները պարզապես հայտարարություններ չեն։ Դրանք մեր պետության հոգևոր ինքնիշխանության դեմ ծրագիր է, որը ուղղորդվում է դրսի կողմից, եւ նրա արված հայտարարությունները չեն հետապնդում հոգևոր կյանքում ներքին կյանքում որոշակի հարցեր լուծելու համար չեն, այլ կոնկրետ դրսից մասնավորապես Ալիևի կողմից ուղղորդվող հանձնարարականներ են, որոնք Նիկոլը շատ բարձր մակարդակում փորձում է իրականություն դարձնել Հայաստանում։ Ինչը չներվեց Վեհափար Հայրապետին։ Ինչու այս փուլում նման հարձակում որոշեցին սկսել։ Եթե մենք նայում ենք ընդհանուր վիճակը, տևական ժամանակ է, Ալիևը շրջանառության մեջ է դրել արևմտյան Ադրբեջան ասված թեզը։ Եվ հետևելով եւ իր կողքի դնելով իրադարձությունները, նաեւ հաշվի առնելով, որ Կովկասի մահմեդականների առաջնորդը պնդում է, որ իրենց նստավայրը լինելու է Էջմիածնում, այդ ամենը հաշիվ վերցնելով եւ այդ շրջանակներում նաեւ Նիկոլի կողմից Վեհափարին խոցելի դարձնելը եւ այդ անհեթեթ մեղադրանքները, որոնք հնչում են Վեհափարի շուրջ, Վեհափարին այդ մեղադրանքները, որոնք ներկայացվում են, սա հենց այդ օրակարգի մի մասն է կազմում։ Այսինքն Ալիևը եւ նրանց հոգևոր
առաջնորդը արդեն իսկ ունեն իրենց նախընտրելի կաթողիկոսը գրպանային, որին իրենք փորձելու են այստեղ փոխարինել մեր հայոց հայրապետով։ Կարծում եք կգտնվի սրբազաններից որևէ մեկը, ով կգնա գործարքի այս իշխանության հետ։ Հրանտ ջան, ես ամեն ինչ կարծում եմ Արցախի հանձնումից հետո։ Ես ավելի քան վստահ եմ, որ իրենք արդեն իսկ ունեն այդ սրբազանի անունը եւ ունեն իրենց տեխնացուն գրպանային կաթողիկոսը, որին ցանկանում են բերել վեհափառի գահին դնել, որից հետո բնականաբար հետևելու է, որ Ալիևի բարձր հովանու ներքո իրենց հոգևոր առաջնորդը գալու է եւ նստի էջմիածնի ճեմարանում։ 2018-ին էլ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ էին ասում, բայց չհաջողվեց։ Դուք շատ լավ հիշում եք այդ պայքարը։ Այո, ես պայքարին մասնակցել եմ, շատ լավ հիշում եմ, այո, չհաջողվեց, որովհետև հավատացած ժողովուրդը ոտքի կանգնեց, բայց այստեղ մի փոքր ավելի վտանգավոր է վիճակը, քանի որ Նիկոլը հասկանում է, որ իր անվտանգության միակ երաշխավորը դա Ալիևն է, ամեն դեպքում ինքը դա այդպես է անցալում, որովհետև չկա պետություն, չկա պատասխանատվություն։ Իսկ Նիկոլը ձախողել է, իր քաղաքական ձախողումները կապում է ժողովրդի հետ, իր քաղաքական ձախողումները Արցախի հանձնումը եւ այլն պատասխանատվություն չի փորձում կրել, կապում է ընդդիմության հետ, 5-րդ Շարասյան հետ, հիմա արդեն հասել է կաթողիկոսին, որ կաթողիկոսը փոխվի, իր բոլոր խնդիրները կվերանան, ոչ թե իր բոլոր խնդիրները կվերանան, այլ կաթողիկոսը համարվում է մեր հոգևոր ոսկորները, երբ որ ինքը հարվածում է կաթողիկոսին, ինքը փորձում է մեր հոգևոր ժառանգությունը ապամոնտաժել, ինքը վերջի հարվածն է հասցնում մեր պետականության կազմաքանդմանը, այսինքն Նիկոլն ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենա, որովհետև ինքը քաջ գիտակցում է, որ եթե ինքը իշխանափոխություն տեղի ունենա, ինքը այլևս վարչապետ չլինի, ինքը պետք է պատասխանատվություն կրի իր արած հանցագործությունների մասին։ Ուստի որպես գործընկեր, որպես հովանավոր, ինքը տեսնում է Էրդողանին ու Ալիևին։ Դրա հետևությունն է վար ու ինքը դա չի թաքցնում բոլորովին, որ ինքը Բայրամ է շնորհավորում։ Դուք ինձ նշեք մի դեպք, երբ որ Էրդողանը կամ Ալիևը զանգել են մեր եկեղեցական տաղավար տոներից մեկը Նիկոլից շնորհավորել են։ Եղել է նման դեպք։ Միգուցե ես եմ վրիպել, չեմ հանդիպել, չի եղել ու չի լինելու։ Որովհետև Նիկոլը այստեղ սպասարկում է Ալիևի եւ Էրդողանի շահերը։ Հետո էլ գնում են գինոփառատոնին նշում Կուրբան Բայրամոյի տոնը։ Այո, եւ այն դեպքում, երբ որ այդ ժամանակ Սյունիքում երիտասարդ տղաներ էին, երկու անչափահաս էին, հա, ես այդպես հպանցիկ տեսա, հետո փախտիրոջը վերադարձել էին, դա էլ ես չեմ կարող ասել իրողություն էր, թե դա էլ իրանց հերթական, այսպես ասած, կազմակերպված թաթերաբեմներ, որ ասեն մենք եղբայրական Ադրբեջանի հետ տեսնում եք, արդեն կարողանում են գնալ, մոլորվել նրանք հետնան, մոռանալով, որ այնտեղ մենք դեռ գերիներ ունենք։ Եվ այդ գերիներին ամեն օր խոշտանգում են եւ նրանց հետ տարաբնույթ, ասենք, հայ ազգի համար նսեմացուցիչ բաներ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը այլ կերպ է ներկայացնում, ասում է եկեղեցին, պետությունը վերադարձնում ենք ժողովրդին, հիմա էլ եկեղեցին ենք վերադարձնում ժողովրդին։ Հետևաբար կոչ է անում, որ եկեք սիրով քրիստոնեաբար գնանք եւ գրավենք Բեհարանը։ Ինքը ճիշտ ասում, պետությունը վերադարձրել է ժողովրդին, հիմա եկեղեցին է ուզում վերադարձնել ժողովրդին, բայց որ ժողովրդին։ Ինքը պետությունը վերադարձրել է ժողովրդին։ Դասական վիճակում, իհարկե, երբ որ երկրի ղեկավարը ասում է պետություն, մենք հասկանում ենք այդ պետության ժողովուրդը, բայց ոչ Նիկոլի պարագայում։ Այո, ինքը Արցախը չի վերադարձրել, նվիրել է Ադրբեջանի ժողովրդին։ Ինքը երբ որ ասում է ժողովուրդ, երբ որ ասում է պետություն, մենք պետք է հասկանանք, որ այս մարդը հայ ժողովրդի հետ ոչ մի աղերս չունի։ Ու ինքը ճիշտ է գրում այդտեղ, որ ինքը պետությունը վերադարձրել է ժողովրդին։ Պետությունը հայ ժողովրդի պետությունը խլել է, նվիրել է Ադրբեջանի ժողովրդին։ Մարդը ճիշտ է ասում։ Մեր ընկալումն է սխալ։
Հիմա եկեղեցին է նույնը անում։ Եկեղեցին խլում է մեզանից, հավատացած ժողովը փորձում է խլել։ Եվ փոխարենը պարում է Փաշեզադեի Ալիևի մուղամի տակ։ Եվ մեր Սուրբ Գրիգորի Գավազանը, եթե մենք այս պայքարում պարտվենք, կանցնի արդեն կանցնի նրանց ձեռքը եւ դա կլինի մեր ինքնության ոչնչացման գործընթացի ավարտը։ Եթե մենք թույլ տանք, որ եկեղեցուն ինքը հարված հասցնի եւ կաթողիկոսին իրեն նախընտրելի կաթողիկոս բերի, որը ենթադրաբար եւ ամենայն հավանականությամբ լինելու է նաեւ Ալիևի ցանկալի կաթողիկոսը Հայաստանում, մենք այլևս որպես ազգ, որպես պետություն, որպես ինքնիշխան երկիր այլևս գոյություն չենք ունենալու։ Ամենայն դեպս նոր կաթողիկոս ընտրելու համար հանձնախումբ է ձևավորում Նիկոլ Փաշինյանը եւ նշել էր չափորոշիչներ, որ պետք է ամեն օր աղոթող լինեն այդ հանձնաժողովի անդամները, պահք լինեն, քրիստոնյա եկեղեցու հետևորդ լինեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս չափորոշիչները ով է որոշելու, ինչպես է որոշելու եւ հանձնախմբում ընդհանրապես ովքեր են լինելու։ Ես չեմ կարծում, որ ՔՊ-ի շրջանակներում հայ առաքելական եկեղեցու հետևորդներ կան, որոնք պաս են պահե գոնե կյանքում մեկ անգամ։ Նիկոլը չեմ բացառում, Աստվածաշունչը կարդացել է, բայց դե սատանան էլ Աստվածաշունչը գիտեր ի սկզբանեից մինչև ամեն։ Այնպես որ ես այդ չափորոշիչները միայն գրվել են զուտ մանիպուլյացիա անելու համար, եւ ես շատ կասկածում եմ, որ նրանցից շատերը աղանդավորական որոշակի շարժման մեջ են, ինչպես նաեւ խորը կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները նույնպես դատելով իրենց մերձ շրջապատից եւ նկարներից, հրապարակումներից չեմ ցանկանում այդ աղանդավորական խմբակի անունը հնչեցնել հերթական անգամ գովազ չանելու համար, այնպես որ այդ չափորոշիչները գրվել է միայն զուտ մանիպուլյացիա անելու համար, իբրև ինքը քրիստոնյա է, ինքը առհասարակ հավատքի հետ բացարձակ կապ չունի։ Ինձ ցույց տվեք մի շրջան, պասի շրջան, եւ այդ ընթացքում, որ ինքը պաս է պահում, ցույց է տալիս, որ պաս է պահում, ընդհանրապես որտեղ հասնում է սաղմոսները, ես ասեցի, սատանան էլ գիտեր սաղմոսներ, գիտեր Աստվածաշունչը ու շատ լավ գիտեր, սաղմոսները այսօր էլ է հանդես եկել Մատթեոսից, որ ձեր սրբությունը մի տվեք շներին, ձեր մարգարիտները մի փռեք խոզերի առջև, որովհետև որպեսզի նրանք ոտնակող չանեն ու չդառնան ձեզ չհոշոտեն։ Այդ ինչ որ ինքը գրում է, դրա հասցեատերը ինքն է։ 18 թվին հայ ժողովուրդը մեծամասնությունը, իհարկե ոչ ես, ոչ դուք, այլ մեծամասնությունը իր սրբությունը, իր հավատքը, իր ապագան կապեց Նիկոլի հետ, մարգարիտները փռեց, Նիկոլը ինչ արեց, եկավ, մարգարիտները սրբությունը ոտնակող արեց, վերջում էլ իրենց պատառոտեց, ոնց որ ասվում է մեջբերման մեջ։ Եվ հետևաբար ինքը կարող է նստի առավոտից երեկոն Աստվածաշունչ ցիտի, դա չի նշանակում, որ իր հոգևոր արժեքը բարձրանում է, երբ որ ինքը դիտավորյալ այստեղ ծրագիր է իրականացնում, որը թելադրվում է մեր թշնամի երկրի կողմից։ Այստեղ արդեն վեհափառի խնդիրը չի, այստեղ անձի խնդիր չի, այստեղ ինստիտուտի խնդիրն է։ Միակ հենարանը մնացել է եկեղեցին, եւ նա ուզում է մեզ զրկի մեր վերջի հենարանից ու հարվածում է հենց եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանը այսօր արեց սա, վաղը իր գլխիճարը կտեսնի, հա, ինչ որ կերպ, չգիտեմ, կփախնի կամ կկանգնի, կասի, ես sense չի ասել, ինձ է ասել կամ ես չեմ հիշում, որ նման բան եմ հայտարարել։ Ի վերջո ինքն իր հարցերը կլուծի,
Այն մյուս քպականները, որոնք վերջին օրերին շատ մեծ ոգևորությամբ են, հա, լծվել եկեղեցուն քարկոծելու գործին, ինչպես են ապրելու այս իրականության մեջ եւ առհասարակ իրենց մեջ գոնե մի հավատավոր մեկը չկար, գոնե հրաժարական տար ասեր, ես այս ամեն ինչի մեջ չկամ։ Երբ որ մարդիկ համակերպվում են այն մտքի հետ, որ հողը փող է դառել, իսկ իրենք համակերպվել են այդ մտքի հետ, հողը փող է դառել, արյունը փող է դառել, իրենք արդեն հետադարձի ճանապարհ չունեն։ Ամեն դեպքում իրենք չեն տեսնում, իրենք տեսեք խոսում են հավատքից սաղմոսներ, իրենց հարցնես իրենք ամենահավատացյալն են, բայց իրենք չեն ապաշխարում։ Իրենք ճիշտ հակառակը, իրենք անում են, իրենք ավելի շատ չարի, սատանայի, խավարի հետևորդներ են ու պնդում են, որ դա ճիշտ է եւ դա է հավատքը, ու մարդկանց փորձում են խեղաթյուրել, բայց չի ստացվելու։ Որովհետեւ եթե մարդիկ, ես ինքս հաճախում եմ հայ առաքելական եկեղեցի, հաճախ եմ մասնակցում պատարակներին, կիրակնօրյա, շփվում եմ հավատացյալ ժողովրդի հետ, որոնցից շատ բան ունեմ սովորելու, որովհետև իրենք ավելի հաճախ իրենք ամենօրյա ռեժիմով, ժամերգությունների եւ այլն ավելի շատ են մասնակցում, քան ես։ Եվ երբ որ ես զրուցում եմ իրենց հետ, ես հասկանում եմ, որ այս մարդիկ միգուցե քաղաքական օրակարգի համար դուրս չգան պայքարի։ Կարող է սարսափելի բան եմ ասում, միգուցե հողի համար դուրս չգան պայքարի, բայց իրեն մարդը իր հավատքի համար միանշանակ դուրս կգա պայքարի։ Եվ ես չեմ ասում, որ ինքը դուրս կգա, չգիտեմ, իր տան ամենասուր գործիքը կվերցնի, կգնա ինչ որ մենամարտի կամ պատերազմի կամ կցանկանա արյուն թափել։ Հավատացյալ ժողովուրդը աղոթքով ժողովուրդ է, հավատով ժողովուրդ է, նրա Տերը Աստված է, արդարի Տերը միշտ է Աստված։ Բայց ես վստահ եմ, որ եթե եկեղեցու դռները բացվեն եւ այդ բոլոր հավատացյալներն այդտեղից դուրս գան, իսկ Նիկոլը որոշի իր այդ խեղաթյուրված տարբեր խառաձևակերպումներ տված այլասերվածների հետ հասնի վեհարան, հայ առաքելական եկեղեցու հավատացյալները նրան կդիմավորեն վեհարանում եւ ոչ մի կերպ թույլ չեն տա, որ անգամ որևիցե մի հոգեվորական մասնակցի այդ խժդժդությանը եւ աղոթքով այդտեղից դուրս կվրընդեն սատանային, որը այդ պահին Նիկոլի կերպարով է հայտնվել այդտեղ եւ իր այդ կողքի մանկուրտների, որոնք չեն հասկանում, մոլորվել են, չեն հասկանում, թե ինչ են անում, թե ինչ են արարում։ Իդեպ դուք կոչով եք հանդես եկել, որ անհրաժեշտության դեպքում ձեր 1.5 տարեկան երեխայի հետ եք կանգնելու եւ պաշտպանեք հայ առաքելական եկեղեցին։ Այո, կոչով եմ հանդես եկել ու Արցախի հանձնումից հետո շատ դատարկված եմ եղել ու իմ քաղաքական պասիվությունը, հասարակական գործունեությունը պայմանավորված է եղել, որ ես ասելիք չեմ ունեցել, որովհետեւ ես միշտ ասում եմ այն, ինչին ես հավատում եմ, բայց ես չէի կարող բառ չկար ասելու Արցախի հանձնումից հետո, թե ժողովրդին, թե լսարանին։ Այս պարագայում, այո, ես հայտարարել եմ, որ եթե հանկարծ Նիկոլը որոշի Ֆրանսիայի հրապարակը, Հանրապետության հրապարակը, չգիտեմ, փորձի վերածել վեհարանը նման ինչ-որ հարթակի, ես իմ երեխայի հետ իրեն կդիմավորեմ վեհարանում եւ Սուրբ Մայր Աթոռում եւ կոչ կանեմ մյուս մեր հավատացյալ մայրերին, քույրերին իրենց երեխաների հետ միանան այս պայքարին, բայց էլի եմ կրկնում, չմիանան այն նպատակով, թող սա չխեղաթյուրեն այս խոսքերը, որոնք իրանք միշտ սիրում են խեղաթյուրել, ասել բռնության կոչ անում, բռնության կոչնել են անում, արյուննել են իրանք թափում, չգիտեմ, ամենավատ, ամենալկտի կերպով պաշտոնի դիրքը չարաշահելով փորձում են մարդկանց վախի մթնոլորտի մեջ բայել։ Ես այդ ամենի հետ ոչ մի աղերս չունեմ։ Մենք հավատքով ժողովուրդ ենք, ես դուրս եմ գալու գնամ Մայր տաճար ոչ թե նրա համար, որ ես հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվող Անիկ Կարապետյանն եմ, ես դուրս եմ գալու իմ երեխայի հետ գնամ Մայր տաճար եւ մասնակցեմ ու թույլ չտամ, որ սատանան իր ոտքը դնի ինձ համար սուրբ եկեղեցի, որպես շարքային հայ առաքելական եկեղեցու հավատացյալ
մեկը ոչ թե որպես հասարակական, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, որը 7 տարի պայքարել է այս ազգադավ հակապետական Ալիևի Մուղամի տակ պարող իշխանությունների դեմ։ Այո, ես միայն այդ դեպքում դուրս կգամ եւ կպայքարեմ իմ հոգեվոր ժառանգության համար, եկեղեցու համար, իմ հավատքի համար եւ կպայքարեմ ոչ թե իշխանությունների դեմ, այլ կոնկրետ այս իշխանությունները ես կարծում եմ, որ չարի ստեղծած իշխանություններ են, որովհետեւ անհնարին է մի երկրում այսքան իրենք ասում են պետություն ենք վերադարձրել ժողովրդին։ Եթե իրենք պետությունը վերադարձրել են հայ ժողովրդին, ապա հայ ժողովուրդը պետք է ապրեր սոցիալապես ավելի ապահով, բայց իրենք տնտեսությունը քանդեցին, իրենք փոքր միջին բիզնեսները անբարենպաստ պայմաններ ստեղծվեցին, որ փակեր միջին խավը վերանար։ Մենք հայրենիք ունենայինք ոչ թե 120,000 արցախցի, դա իմ համար շատ ցավոտ թեմա է, միջև օրս անորոշության մեջ կդեգերեր, որ ոչ տուն ունեն, ոչ էլ գիտեն իրենց ապագան, դեմը չի երևում իրենց։ Ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որ այս պայքարն էլ քաղաքականացվի, անի նույնիսկ շատ մարդիկ քաղաքական սպասումներ ունեն վեհապար հայրապետից, էլ չասեմ, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ ասում են հնչեցրեք եկեղեցու զանգերը եւ այլն եւ այլն։ Ինչ պիտի անի եկեղեցին եւ արդյոք շարքային քաղաքական ակտիվիստները պետք է խորհուրդ տան կամ հորդորներ հղեն մայրաթորին, թե ինչ է պետք անել։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ ասել, թե ինչ պետք է անեն իմ հոգևոր հայրերը։ Իրենք բոլորից գիտակից են, բոլորից զբանիմաց են եւ բոլորիցս երևույթներին վերևից են նայում ու կարողանում են ճիշտ գնահատականներ տալ։ Եվ այստեղ հորդորներ, խրատներ, դժգոհություններ հայտնելը, եթե մենք սկսենք անընդմեջ մեջ դա անել, մենք ոչնչով չենք տարբերվի նիկոլականներից, ընդ որում ես նկատել եմ, որ վերջին օրերին շատ նաև ընդդիմադիր դաշտի շատ լրագրողներ շատ պրովոկացիոն եւ Նիկոլի գծի մեջ հարցադրումներ էին տալիս սրբազաններին, ինչը նույնպես դատապարտելի է։ Այսինքն մենք Նիկոլի օրակարգն ենք կատարում, Նիկոլն է օրակարգ թելադրում մեզ։ Եվ պետք չի այս շատ նուրբ ու զգայուն հարցի շուրջ փորձել քաղաքական տրիգերներ փնտրել, քաղաքական դիվիդենդներ շահել, դա մեծ գաղափարները, վեհ գաղափարները փոքր մեկնաբանություններով պետք չի նվաստացնել։ Մենք պետք է քաջ գիտակցենք, թե ինչ ենք կորցրել մենք, երբ որ նման գործելավոճով ենք մոտեցել հարցերին։ Ինչ ենք կորցրել, իսկ մենք շատ բան ենք կորցրել։ Մենք մեր հայրենիքի ամենացավոտ մասն ենք կորցրել։ Այդ գիտակցումը այսօր կա, ի վերջո մենք դասեր խաղեցինք, մենք կարողանում ենք սթափ գնահատել, թե ինչ ենք կորցրել, ուր ենք հասել եւ ինչ իրավիճակ է հիմա։ Դժվարանում եմ ասել, գիտակցում ենք, թե չեն գիտակցում կամ լիարժեք են գիտակցում, դա ցույց կտա հետագայում մեր քայլերը, որքանով ենք մենք գիտակցել եւ Աստված ոչ արածցե, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև 26 թվական կամ 26 թվականից հետո ինքը կրկին վերընտրվի, սա կլինի նոնսենս, որովհետև ինքը կդառնա գերագույն գլխավոր հրամանատար, որը պարտվել է պատերազմը, կորցրել է Արցախը, Թուրքին հասցրել է Հայաստան, սերունդները սպանդի ենթարկել, արդյունքում ինքը կառավարել է ամենաերկար ժամանակահատվածը, քան մնացած բոլոր նախագահները, որոնց օրոք, եթե մենք իրենց ուզում է սիրենք, ուզում է չսիրենք, ուզում է համակրենք, ուզում է չհամակրենք, ուզում է իրենց սխալներով հանդերձ, մենք չենք կարող ասել, սկսած բոլորը գրեթե գիտեն Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ես առանձնապես լավ վերաբերմունք չունեմ ու անկեղծ ասած
նախադրյալներ չունեմ, բայց երբ որ ամեն ինչը համեմատության մեջ ենք դնում, սկսած անգամ Լևոնից, մեր նախագահները եղել են ներկայացուցչական, մեզ ապահովել են անվտանգ երկիր, մենք գնացել ենք Արցախ, մեր տղաները ծառայել են Արցախում, մեր բանակը եղել է ամենամրցունակը տարածաշրջանում եւ մենք այսքան նվաստացած մեզ չենք զգացել եւ որևիցե իշխանության ներկայացուցիչի կողմից չի հնչել հետեւյալ թեզերը, որ հայերը կարող են ապրել Հայաստանում կարող են ապրել ադրբեջանցիներ, ինչպես ադրբեջանցիներ օրինակ Հայաստանում ապրում են վրացիներ, այսինքն նման թրքահպատակ թեզեր, նման մոտեցումներ, նման ծրագրեր, նման տեխնոլոգիաներով ժողովրդին փորձել բերել այն մտքին, որ տարածաշրջանում խաղաղություն, խաղաղության օրակարգ, կրթված մարդ է այն մարդը, որը հասկանում է, որ այս թշնամանքը չի կարա երկար շարունակվի, նման հակապետական գործունեություն, նման սպասարկում երբևիցե որևիցե մի նախագահի կողմից, որևիցե մի իշխանության կողմից չի եղել, ոնց որ այս պահին է։ Մենք փաստացի բոլորս արդեն իսկ հասկանում ենք Նիկոլ Փաշինյանը միակ տարբերակը ու իր կյանքի միակ ապագան տեսնում է Ալիևի հետ, Ալիևի իշխանության ներքո եւ ամեն բան անելու է, որ իրենից հետո Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա որպես պետություն, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում իշխանություն այլևս չձևավորվի։ Իսկ եթե ձևավորվի, ապա միայն թուրքական իշխանություն, Ալիևյան իշխանություն, այսինքն այն իշխանությունը, որը չի պատասխանատվության ենթարկի թե իրեն եւ թե իր այդ շրջանակը, որը իր հանցագործությունները ոչ թե փորձում է որևիցե մի կերպ խուսանավում է թեզերից Նիկոլի բերած, այլ վերահաստատում է, փորձում է պրոպագանդա անել այդ թեզերը եւ փորձում է ժողովրդին խեղաթյուրել անընդմեջ ասելով նախկինները, երբ որ իրենք այսօր համեմատում են ու անընդհատ այդ թեզը ծիծաղելի թեզ է եւ անգամ մենք մեր լեքսիկոնում, տեսեք ես նոր ասեցի, բայց փորձում եմ երբևիցե այդ նախկիններ եզրույթը, խոսույթը չկիրառել, որովհետեւ Նիկոլից հետո չի կարելի որևիցե մեկին, որևիցե մի հարցում չնչին, երբ որ նայում ենք նրանց սխալները սրա արարածների հետ, դրանք պարզապես ծաղիկներն են գարնանային։ Ու ամեն ինչ ներվել է, ինչ եք կարծում, սա էլ է ներվելու, ինչ որ մի քանի օր էլ այս աժոտաժը կլինի ու ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ հասկանալով, որ կաթողիկոս փոխողը հաստատ ինքը չէ, այս թեման կամաց կմարի կգնա, թե սա առնվազն չի մարսելու։ Գիտեք, ճիշտ եք ասում, կաթողիկոս փոխողը ինքը չէ, կարող է հենա Աննա Հակոբյանը որոշել է գնամ Չինաստան սովորի, ինքն էլ միգուցե հայտարարի, որ հետ այսու կուսակրոնա դառնում ու հավակնի, հենց ինքը կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնելու չենք կարա ասենք։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում իրենք շոշափում են տրամադրվածություն, այսինքն հավատացյալ հայ ժողովուրդը ոնց կարձագանքի կաթողիկոսի թեմային, երբ որ իրենք հանդիպեցին ու կարծում եմ հետագայում կհասկանան, որ հաստատ չի զիջելու հավատացյալ ժողովուրդը, որովհետև հավատացյալ ժողովուրդը ապաքաղաքական ժողովուրդն է նաև, չկան այնտեղ, չգիտեմ, նախկիններ, ներկաներ, ավելի ներկաներ, ապագաներ չկան, դա ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը հասարակ ժողովուրդն է, գնում է հավատքի, հավատում է Աստծուն, կաթողիկոսը բացարձակ արժեք է եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը միանշանակ այդ հավատացյալ ժողովուրդը թույլ չի տալու, որ հասնի վեհարան, առավել եւս կաթողիկոսին։ Ինձ թվում է, ինչ որ մի կետում այս ամենը կավարտվի։ Թե հետագայում ինչպես կզարգանա, ես դա չեմ կարող ասել, բայց անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ թեման
վեր է կուսակցական շահերից եւ ոչ ոք թե Նիկոլը կփորձի քաղաքական երանգավորում տալ, ասել այդ տեսեք, ոնց որ այսօր արդեն շրջանառվում էին ազգային ժողովի նախագահի կողմից եւ մնացած որոշակի падգամավորների կողմից գրառումներ, որ իբրև թե կաթողիկոսին ընդամենը 2000 հոգի է սատարել եւ այլ, ես ինքս անձամբ 3 ներկա չեմ եղել։ Բայց ինպես շատ մարդիկ ներկա չեն եղել, որովհետև այդտեղ process չկար, այդտեղ պարզապես գնացել էին, սատարեին, ցույց տային, որ կաթողիկոսը եկել մարդկանց ներքին, այսպես ասած, նախաձեռնությունն ա եղել, որ իրենք ցույց տան իրենց հոգու խոսքը, իրենց հավատքը, որ գնում են, սատարում են, բայց երբ որ հարկը լինի գործողության ու մարդիկ հասկանան, որ սատանայական մի խումբ գալիս է վեհարանի վրա, այդ ժամանակ հավատացած եղեք, Էջմիածնի փողոցները կողողեն հավատացյալներով։ Եվ այդ ժամանակ քաղաքական ինչ-որ երանգավորումներ չեն կարող կպցնել այդ ժողովրդին։ Ու որովհետև այդ ժողովրդի մեջ մեծամասնությունը կգերակշռեն մայրերը մեր, քույրերը մեր, երեխաները մեր։ Եվ մենք թույլ չենք տալու, որ այլևս հայի այրուն թափվի Հայաստանում։ Մենք անկախ ամեն ինչից իրենք վավաշոտ կերպով ցանկանում են ամեն կերպ հայի այրուն թափել, որպեսզի հաճոյանան իրենց տերերին։ Մենք ճիշտ հակառակը, մենք դեմ ենք այրուն թափելուն, որովհետև մենք արդեն շատ այրուն ենք թափել։ Եվ այդ այրունը, մեր սուրբ թափած այրունը, իրենց նմանները ասել են, որ հանուն ոչնչի է թափվել։ Հիմա այս շրջանակներում էլ իրենք փորձելու են սադրեն, իրենք փորձելու են որոշակի մանիպուլյացիաներ անել, իրենք փորձելու են տանել սրացման, բայց մենք հավատացյալ ժողովուրդ ենք, մենք ամեն կերպ փորձելու ենք, իրենց թույլ չենք տալու, որ հարված են մեր հավատքին, որ հարված են մեր վերջի խարիսք հանդիսացող սյանը, եկեղեցուն, բայց նաև մենք ամեն ինչ անելու ենք, որ փողոցում հայի այրուն չթափվի։ Անի լավ, մեզ պետք է Նիկոլ Փաշինյան լիներ, գար եկեղեցու դեմ այսպիսի ուղիղ պայքար սկսեր, որ մի տեսակ այս վերջին օրերին ու կարծես հոգևոր զարթոնք է ապրում, հա, ժողովուրդը, ինչ որ մարդիկ սկսել են հավատքից խոսել, ակտիվացել են, եկեղեցիներ են սկսել այցելել եւ այլն եւ այլն։ Միթե մեզ Նիկոլ Փաշինյանը պետք է տաներ դեպի հավատքը։ Մեզ չէ, մեզ ներշրջանակներին, որովհետեւ 2018 թվականին համենայն դեպս դուք եւս մի քանի հոգի եք, հա, ովքեր ակտիվ պայքարում էին, երբ վեհապար հայրապետին փորձում էին գնդեվանքի ձորը, հա, գլորել։ Կյանքի սպառնալիք էր։ Այո, դա խայտարակ օրեր էին, ես այդ օրերը շատ լավ եմ հիշում, բայց տեսեք, մեզ հաջողվեց կասեցնել process-ը։ Մենք քիչ էինք, բայց մեզ հաջողվեց։ Իսկ դա մեզ չհաջողվեց, դա մեր հավատքն արեց։ Դա արեց, որովհետև մենք իրականում հավատում ենք Աստծո գոյությանը։ Եվ արդարի Տերը էլի եմ կրկնում, Աստված է։ Եվ եթե որքան այս չարի վերջը, էսի չարի խավարի պայքարը, եւ այս չարի բարու խավարի պայքարը, եւ այս ամեն ինչի վերջը մի օր գալու է։ Եվ դուք հա տեսնում ենք մենք, հա թող գնան եկեղեցիներ, կարող է շատերը, ես ասում եմ մեր եկեղեցին հավատացյալ մարդկանց պակաս չունի, կիրակի օրերը, որ վստահ եմ դուք էլ եք հաճախում եկեղեցի, դուք տեսնում եք, չէ, մենք տեսնում ենք, թե այդտեղ ասեղ գցելու տեղ չկա։ Եվ եթե այսօր ինչ-որ մարդիկ էլ անգամ, չգիտեմ, վախի մթնոլորտում է միգուցե գիտակցության գալիս, որ Արցախը այն ժամանակ կար, երբ որ մենք ասում էինք Արցախը չի լինելու, մեզ ասում էին զազրախոսում եք, թողեք թող աշխատեն։ Պանիկա եք տարածում։ Հա, պանիկա եք տարածում։ Միգուցե այս մարդիկ էլ հասկացել են, որ Նիկոլը ինչի մասին խոսում է, վերջում անում է։ Վերջում հանում է, վերջում հաջողվում է, վերջում հանձնում է։ Հիմա մարդիկ մտածում են, գնանք եկեղեցի, դառնանք դեպի Աստված։ Աստված կարող է տեսնի, որ մենք դարձել ենք դեպի իրան կամ այս ստեղծված իրավիճակը միգուցե հենց նրա համար է, որ շատերը ովքեր իրենց հավատքից հեռացել են, նորից դառնան դեպի Աստված, նորից ապաշխարեն, իսկ Աստված գթասիրտ է եւ իր բոլոր զավակներին անգամ մենք գիտենք ամենամեղսագործին թողություն է տալիս։
Եվ այսօրվա դրությամբ շատ ողջունելի է։ Ուրիշ հարց է, եթե նրանք պարզապես այսօր այդ թեման ակտուալության տակ է եւ դրա համար են գտնում, դա ամենամեծ մեղքն է, բայց դե դա էլ թողենք իրենց հայացողությանն ու իրենց խղճին, իսկ մենք առաջնորդվենք մեր մտքով, խղճով, հավատքով, իսկ մեր միտքը, խղճը, հավատքը ամուր է, մենք կանգնած ենք հայ առաքելական եկեղեցու կողքին, մենք կանգնած ենք հայրապետի կողքին եւ որևիցե մի զրպարտություն նրան ուղված անգամ քննարկել է մեր կողմից, համարում եմ անթույլատրելի, առավել եւս Նիկոլի օրակարգի մեջ հարցադրումներ անել մեր մյուս սրբազաններին, դա նույնպես համարում եմ անթույլատրելի եւ մենք պետքա կարողանանք հասկանալ որտեղ է ավարտվում կարելին, որտեղ է սկսվում կարելին եւ ավարտվում չի կարելին, իսկ չի կարելիների շարքից նաեւ այն է, որ այս կյանքում եկեղեցին հայրենիքի մասին փորձում եմ չխոսել, որովհետեւ կկեղծեմ, եթե շատ բաներ խոսեմ, ես կեղծ մարդ չեմ, որ եկեղեցին դա սուրբ վայր է ու պետք չի այդ սուրբ վայրը բերել մի կեղտոտ դաշտ, որտեղ կարելի է դա խոցելի դարձնել։ Նիկոլը այսօր փորձում է եկեղեցին բերել մի դաշտ, որտեղ խոցելի է եկեղեցին դառնում, փառք Տիրոջը, թե վեհափառ հայրապետը, թե սրբազանները բոլոր եւ թե մյուս բոլոր հոգեվորականները դա քաջ գիտակցելով իրենց տեղում են, իրենց առողջ բանականության մեջ են եւ չեն տրվում ոչ մի տիպի սադրանքների։ Բա կոմպրոմանտները, շանտաժները, ես չեմ պատրաստվում դա քննարկել։ Փաստեր եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը շատ խելքի պետքա գա, եթե չի գա, ոչինչ մի օր Աստված իրեն էլ խելքի կբերի, իրան նման մոլորյալները չեն դարձի եկել։ Էլի եմ կրկնում, չեմ ցանկանում քննարկել Նիկոլ Փաշինյանի խեղաթյուրված մտքի արգասիքները, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ չեմ ցանկանում դրանք շրջանառության մեջ մենք դնենք, հենց դրա մասին էի խոսում, քննարկենք, թե ինչեր է ասում Նիկոլ Փաշինյանը, ինչ կամպրոմանտ է Նիկոլ Փաշինյանը, ամենաշատ կամպրոմանտը հայ ժողովուրդը ունի Նիկոլ Փաշինյանի վրա, սկսած իր ընտանիքից։ Եթե որևիցե մեկին DNT-ի անալիզի թեմա է շրջանառում, խնդրեմ առաջի հերթին ինքը նախ շատ փոքր է եւ երկրորդ թող իր DNT-ի անալիզը հանձնի հասկանանք ինքը վերջի վերջո հայ է, որովհետեւ ես շատ կասկածում եմ, որ ինքը հայ է եւ կարծում եմ դուք կիսեք իմ կարծիքը եւ ձեզ համար հետաքրքիր չէր լինի հասկանանք վերջի վերջո այս մարդը որտեղից է սերում հաստատ հայի գենով, հայի կոդով վարչապետը չէր կարա երկիր հանձներ, վերջում էլ գար հարված հասցնել եկեղեցուն եւ ամեն բան ջանասիրաբար աներ, որպիսի կազմակերպեր պետությունը, որպիսի պետություն, Հայաստան պետություն, որպես այդպեսին գոյություն այլևս չունենար։ Իսկ ինքը միտումնավոր դա անում է, ու անում է շատ բարձր մոտիվացիայով եւ ամեն կերպ փորձելով հաջողանալ եւ բարձր մակարդակով, գերազանցիկի մակարդակով փորձում է դա մատուցել մեր թշնամի երկրին։ Հաշվի չառնելով թե զոհվածների ծնողներին, թե հայ ազգին, թե հայ ազգի արժեքներին, ասում եմ հարցը հասել է դրան, որ ինքը փորձում է մեր հոգևոր ժառանգությունը ապամոնտաժել։ Իսկ մեր մտավորականները ինչու են լուր, ուր են այն մարդիկ, ովքեր առաջինը պիտի եկեղեցու կողքին լինեին, բարձրաձայնեին այս մասին, էլ ինչ պետք է լինի, որ իրենք խոսեն առհասարակ։ Դե մենք անընդհատ խոսում ենք մտավորականներից, կարծես բան ենք դա, խոցելի խում են դա մտավորականներին։ Միշտ բոլոր իշխանությունների օրոք իրենք են բեմի վրա մեդալների ժամանակ իրենք են ստանում։ Դե դուք ճիշտ ասեցիք, մեդալների ժամանակ։ Մեդալները իրենց համար են, իրանք նախատեսված են մեդալներ ստանալու համար։ Իրենցից որևիցե քաղաքական
դիրքորոշում պահանջել, անիմաստ է։ Մենք կարող ենք խոսել անընդհատ իրենց մասին, այս մարդիկ հոգևոր դաշտում իրանք ի վիճակի չեն որևիցե մի բան անելու, մենք պետքա դա անցնենք, մենք պետքա մարդկանցից չպահանջենք ավելին, քան իրենք կարող են մեզ տալ, որովհետև դա պարզապես կլինի, որ մենք երկուսով նստած քննարկում ենք, դա վատ երևույթ է։ Բայց երբ որ մենք անընդհատ խոսում ենք ու իրենք անընդհատ առաջ մեզ չեն գալիս, դա լինում է արդեն որ իրենք չեն անում, վատ են անում, բայց մենք էլ վատ ենք անում, որ մեր ժամանակը սպառում ենք պահանջելով մարդկանցից մի բան, որը իրենք չեն անում, այսինքն մենք զազրախոսում չենք զազրախոսում, փաստ ենք արձանագրում, բայց մեր ժամանակը վատնում ենք մի բանի համար, որը պետք չի։ Ես կարծում եմ, որ իրենք գիտակից մարդ են, եթե իրենք չեն հասկանում այսօր ինչ իրավիճակում է պահի լրջությունը, իրենք չեն հասկացել այդ պահի լրջությունը Արցախի պայքարի ժամանակ, իրենք չեն հասկացել պահի լրջությունը 20 թվին, նոյեմբերի 9-ին չհասկացան պահի լրջությունը, նոյեմբերի 9-ից հետո եկավ 23 թիվ սեպտեմբեր չհասկացան, էլ չեմ ասում այն շրջանում, որ մեր արցախահայությունը սովի մեջ էր, բլոկադայի տակ էր, այդ ժամանակ չհասկացան։ Միթե կարելի է նման մարդկանց մասին խոսել։ Առհասարակ նման մարդկանցից պետք չի այլևս պահանջել, պետք չի ակնկալել, կարող ենք որևիցե մի բան առարկայական, մենք մեզանով, մեր շրջանակներով, մեր ռեսուրսով անենք առարկայական, չենք կարողանում։ Նրանց պետք է անտեսել, ոնց են նրանք անտեսում մեզ չէ, մեզ ասելով ի նկատի ունեմ մեր համար օրակարգային հարցերը, անտեսում են մեր պետությունը, անտեսում են հայ ժողովրդին, անտեսում են, որ կաթողիկոսի վրա հարձակում են կազմակերպում ու դա կաթողիկոսի անձով պայմանավորված չէ, այ պայմանավորված է հայ առաքելական եկեղեցով, մեր հավատքով, փորձում են ստեղել, այսինքն իրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է նրանց հոգևոր տոնը, շնորհավորում է մեր թշնամու հոգևոր տոնը, այդ ընթացքում Շուշիում թշնամին քանդում է Ղազանչեցոց վանքը, Դադի վանքը, բղծում է մեր եղբայրների գերեզմանները եւ նրանք էլի լռում են ասելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, որ սա վեր է քաղաքականությունից, արդեն սա վաղուց քաղաքական չէ։ Սա արդեն իմ, քո, իրենց նաև ինքնության պայքար է, բայց բոլոր ժամանակներում էլ այդ կարգի մարդիկ եղել են եւ հենց հարցը լուծել են ու հարցը որոշել են լուծել ընտրյալները, իսկ այդ ընտրյալները ժողովրդի միջից են երբեմն դուրս եկել։ Հիմա մենք պետք է մեզ հարց տանք, մեր ժողովրդի մեջ կան այդ ընտրյալները, որոնք առաջ կգան, թե չկան։ Եվ հույսը դնել նմանների վրա դա անիմաստ է, որովհետեւ նրանք տեղից չեն շարժվելու, անիմաստ է նաև անդրադառնալը նրանց։ Հուսանք, որ այդ ընտրյալները առաջ կգան։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։